Արքիմեդը ասում էր. տվեք ինձ հենման կետ եւ ես շուռ կտամ երկրագունդը։ Մենք հենման կետով չենք ուզում երկրագունդը շրջել, մենք ուզում ենք երկրագունդը ավելի լավը դարձնել, ավելի գեղեցիկ եւ ավելի բարի։ Բարի օր, դուք դարձյալ հենման կետում եք։ Հենման կետում այսօր ես հյուրընկալել եմ Երևանի ավականու հանրապետություն խմբակցության երկու ավականիների Մհեր Բեջանյանին եւ Հարություն Մանվելյանին։ Բայց այսօր մենք չենք խոսելու ավականու մասին։ Մենք այսօր շատ բազմակողմանի ու շատ բազմաշերտ զրույց ենք ունենալու թե հեծերի մասին, թե հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ղազախստան այցի մասին, թե նաեւ այս կյանքի մասին, ինչպես շատ հաճախ լինում է հենման կետում։ Հիշեցնեմ, որ սա ձեր հենման կետն է։ Սկսենք թերևս Ղազախստանից։ Հայաստանի Հանրապետության վարչապետը պաշտոնական երկօրյա այցով Ղազախստանում էր։ Եվ այդ այցը շատ կարևորվում է այն առումով, որ օգոստոսի 8-ից հետո Ղազախստանը, ոչ միայն Ղազախստանը, այլև միջինասիական 5 հանրապետությունների ղեկավարներն էին Վաշինգտոնում ու այնտեղ շատ հետաքրքիր համաձայնագրեր կնքեցին։ Իսկ այսօր Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսում ուղղակի հայտարարել է, որ Ղազախստանը ցանկանում է միանալ տրիպին։ Հիշեցնեմ նաև, որ Ղազախստանը այն պետությունն է, որ թերևս միջինասիական հանրապետություններից միակն է, որ միացել է Աբրահամյան համաձայնագրերին։ Այսինքն մենք ստանում ենք շատ բազմաշերտ, շատ բազմակողմ գործընկեր։ Մենք ստանում ենք մի գործընկեր, որ երկրի արտաքին գործերի նախարարը եւ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարն էին հանդիպումներ կազմակերպում դեռ Հայաստան-Ադրբեջան համաձայնագրի ստորագրման համար։ Մենք ստացել ենք մի գործընկեր, որի էկոնոմիկայի նախարարը այսօր ուղղակի հայտարարել է, որ Ղազախստանը ցանկանում է Հայաստանի միջով ճանապարհ բացել դեպի Թուրքիա։ Ես ուզում եմ ձեր տեսակետները լսել, թե Ղազախստան-Հայաստան համագործակցությունը թե երկկողմ զարգացման առումով, թե բազմակողմ ենթակառուցվածքներ, էներգետիկա, բազում այստեղ շերտեր կան։ Այդ առումով ինչ հեռանկարներ կարող է բացել տարածաշրջանի համար։ Կտրվածքը վերցնենք տարածաշրջանը, որովհետև ակնհայտորեն երկկողմ հարաբերությունները այլևս ակտուալ լինելով հանդերձ զարգացման նոր հեռանկարներ են ստացել։ Սկսենք ձեզնից, պարոն Բեջանյան։ Թե անունը ինչպես էլ դնենք, բարև ձեզ, անունը ինչպես էլ դնենք, գաղտնիք չի տրիպ ասած ճանապարհը, որ ինքը միջին Ասիան կամ նույնիսկ Չինաստանը Եվրոպային կապող ճանապարհ պիտի լինի։ Ու դրանից զատ զերծ չէր կարող մնալ ոչ Ղազախստանը, ոչ մյուս միջինասիական պետությունները։ Եթե նայենք խնդրի քաղաքական կտորին, Ղազախստանի եւ մյուս միջինասիական պետությունների տրիպին միանալը կարելի ասել դա գերեզմանակար կդնի Ռուսաստանի նոր սովետի նյութենական պետություն, ասենք թե ոնց ասենք այդ երևույթի վրա, որտեվ չի կարող համատեղել պարզապես, իսկ Ղազախստանը առնվազն իր ռեսուրսով, իր խոշորությամբ, իր կշռով այն պետությունն է, որ դեր է ստեղծում Միջին Ասիայում ու առաջնային իր համար իր շահն է, իր պետության շահն է, հետո նոր կարող է ինչ-որ գործընկերային, չգիտեմ, ռուսական շահի հետևից գնալ։ Ինչ վերաբերվում է հայ-ղազախական հարաբերությունների կամ չգիտեմ տնտեսական հարաբերություններ, ասենք թե դուք նշեցիք, որ Ղազախստանը իր դերը ունեցել է նույնիսկ հայ-ադրբեջանական վերջին Համաձայնագրերի հետո եւա դեպքերից հետո չգիտեմ այդ process-ի վրա իհարկե շատ լավ զարգացող հարաբերություններ են կարճ եթե ձևակերպենք։ Վերջերս ունեցանք դեպք Ցորենի ներկամանից Ղազախստանից ու դրա շատ մեծ աղմուկ բարձրացավ։ Ինչ էր աղմուկը բարձրանում, էլի ռուսական մոնոպոլիայի Զետքարարչության միջոցով։ Բայց հենց այս օրինակի վրա էլ եթե նայենք, փորձենք պրոյեկտել, ասենք տրիպի պարագայում մենք ինչ կունենանք, ինչպես հայտարարումը բաց, որ Հայաստանով ճանապարհ են բացում Թուրքիա, այսինքն առնվազն մի խոշոր խաղացող եւս այս պահին իր
պլյուսը այս process-ի դնում է ու մենք որպես արդեն իսկ գործընկեր Ղազախստանին, գործող լավ հարաբերություն ունեցող այստեղ պիտի էլի նախաձեռնողականություն դրսևորենք։ Իսկն հասկանանք մենք ինքներս բացի տրանզիտ լինելուց, այդ ճանապարհ լինելուց, ինչի կարիք ավելի շատ ունենք Ղազախստանին ու դրա դիմաց ինչ կարող ենք առաջարկել։ Հրաշալի է, ես հիշեցնեմ նաև, որ այսօր Տոկաևը Նիկոլ Փաշինյանին պարգևատրեց Ղազախստանի բարձրագույն պարգևով, հրավիրվեց Հայաստան եւ գոհունակությամբ հրավերը ընդունեց։ Պարոն Մամելյան, ինչ եք կարծում, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունից չեն շտապելու մեկնաբանել այս ամեն ինչը։ Ինձ թվում է միանշանակ կշտապեն։ Թերևս արդեն մեկնաբանել են նաև։ Թերևս արդեն մեկնաբանել են, բայց կարծում եմ մենք արդեն վաղուց ժամանակները այդքան էլ չկենտրոնանանք Ռուսաստանի արտգործ նախարարությունը ինչ ձև կմեկնաբանի։ Մենք առաջնահերթ պետք է տեսնենք այստեղ տնտեսական շահերը։ Մեր անվիճելի է, որ այդ շուկան առելի մեծ շուկա է, վճարունակ շուկա է ու թեկուզ նույնիսկ մեր գյուղ արտադրությամբ, գյուղատնտեսական Ես այստեղ կներեք, միջեմ Ղազախստանի բանակցությունների ընթացքում տեսակետներ էին հնչել, որ շատ լավ կլինի Հայաստանից պտուղ բանջարեղեն եւ հատկապես մրգեր Ղազախստան արտահանվի։ Իսկ մենք դրա հնարավորությունը ունենք։ Իհարկե ունենք, անշուշտ ունենք, մենք ունենք պտուղ բանջարեղեն, որը իր որակներով գնում լարսում ամիսներով կանգնում է, դրա փոխարեն ամիսներով կանգնում է, այս իր որակով ինձ համար կոնկրետ անմրցելի է աշխարհում։ Մենք այլ առ այլ պետք է հասնենք նրան, օրինակ մեր ծիրանը հատով վաճառվի, օրինակ Ղազախստանում։ Տեղ կորիզն առանձնացված, չէ՞։ Հրաշալի առաջարկ եք անում, առավել ևս հատով ծիրան տեղափոխելու համար թերևս առաջարկ է եղել նաև Հայաստան-Ղազախստան ուղիղ ավիափոխադրումները վերականգնելու։ Այդ ժամանակ հատով ծիրան կտանենք հաստատ։ Դե իհարկե ավիաուղիների պարագայինքը կատակում ենք, ծիրանը փորձում ենք, ավելապես փորձում ենք։ Ցամաքային ճանապարհ ունենալ ու Ղազախստանի հետ առևտուր ունենալ նման պետության հետ մեր այսօրվա գործող տնտեսության մակարդակում, չգիտեմ, այդ ժամանակ կունենանք այդ երկնիշ տնտեսական աճը, էլի։ Եվ կունենանք երկնիշ տնտեսական աճ իրական գետնի վրա, ոչ թե նկարած։ Այսպես նկարած եւ փուչիկի պես շատ արագ պայթող, այդ հանգամանքն էլ հաշվի առնենք։ Այնուամենայնիվ ես կարծում եմ, որ հայ-ղազախական այսօրվա հանդիպումը, քննարկումը, բանակցությունները, ստորագրված համաձայնագրերը եւ համագործակցության խորացման այս մակարդակը հաստատ չէր լինի, եթե չլիներ օգոստոսի 8-ը։ Այն օգոստոսի 8-ը, որը ճանապարհ բացեց, ինչպես դուք նշեցիք, ղազախական հացահատիկը Հայաստան բերելու, այն օգոստոսի 8-ը, որ համառորեն Ռուսաստանի Դաշնությունում փորձում են վերագրել իրենց։ Եվ քանի որ մենք կարծում եմ ղազախական թեման անսպառ թեմա է, բայց մենք այսօր չենք ուզում ղազախական թեմաներին այդքան անդրադառնալ, մենք ուզում ենք շատ սլացիկ, շատ արագ վերադառնալ Հայաստան, վերադառնալ հեծերին։ Ինչ կատարվեց Հայաստանի Հանրապետության քաղաքական կյանքում, ասեմ, տնտեսական կյանքում, ասեմ, այս պարագայում ստացվում է նաև կարծես թե կուսակցական կյանքում շատ լուրջ իրադարձություն տեղի ունեցավ, համենայն դեպս 3 օր թե 2 օր, խնդրում եմ ինձ ճշտեք, 2 օր քննարկումներ էր գնում հեծի կարգավիճակի վերաբերյալ եւ որքան էլ որ փորձենք այդտեղ տեսնել տնտեսական խնդիր, փորձենք տեխնիկական խնդիր տեսնել, այնուամենայնիվ չենք կարող խուսափել այն փաստի արձանագրումից, որ դա առաջին հերթին քաղաքական խնդիր է եւ քաղաքական խնդիր է այն առումով, որ Հայաստանի Հանրապետությունը թերևս առաջին անգամ փորձ է անում մոնոպոլիաները կրճատել։ Վաղուց սպասված խոստացված 18 թվականի տնտեսական հեղափոխության սկիզբը, առաջի քայլն է արվում, կարելի ասել։ 7 տարի հապաղումից հետո։ Դե արդյոք 26 թվականն նորմալ։
Տնտեսական մոնոպոլիաների կրճատումը ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության համար գերկարևոր է, որովհետև այդ տնտեսական մոնոպոլիաները լավ տանք իրենց իրերը կոչենք իրենց անուններով, քանի Հայաստանի Հանրապետությունում գերիշխող ռուսական մոնոպոլիաները, Հայաստանի Հանրապետությունում տնտեսական զարգացման ռեալ գետնի վրա տնտեսական զարգացման իր հնարավորությունները ինքը իր ձեռքով կրճատում է։ Դե հետի process-ները հանգիստ կարող են ծառայել որպես առաջի քայլ։ Եթե լինեն շարունակական այս process-ները, չգիտեմ, դու մենակ հեծով չի սկսում ու հեծով չի սահմանափակվում, ինչպես նշեցիք, ռուսական մոնոպոլիաները շատ են, մասնավորապես կարևորներից, հա, մենք ունենք երկաթուղիները մեր, որ 2028 թվականին լրանում է 20-ամյակը, իսկ պայմանագիրը, որ կոնստիտուցիոն համաձայնագրով տրվել է Ռուսաստանի կառավարության, լրանում է 28-ին։ 3 տարի հետո։ 3 տարի հետո հիմա ունենք նաև օգոստոսի 8-ի փաստաթուղթ, որ իր մեջ նաև երկաթուղային ճանապարհներ ներառում։ Հիմա այս 3 տարվա ընթացքում մենք խնդիր ունենք լուծելու ու այստեղ էլ պետք է նախաձեռնողականություն ցուցաբերենք։ Լավ, ոնց ենք անելու 28 թվականին այդ կառավարումը պայմանագիր դադարեցվեց, ում ենք տալիս, մենք ենք անում, ինչ գումարով առհասարակ տեղաշարժ կա, դա կարող է լինել երկրորդ քայլը հետից հետո։ Մենք նույն խնդիրը ունենք գաստրոմի մասով։ Թույլ տվեք այստեղ ձեզ հետ չհամաձայնել, որովհետև ես կարծում եմ, որ 3 տարի ժամանակ կորցնելու իրավունք բնականաբար չունենք, որովհետև այո, Ռոբերտ Քոչարյանը իր պաշտոնավարման վերջին օրերին 20 տարով գործնականում 20 տարով հայկական երկաթուղին կոնցեսիոն կառավարության նվիրեց Ռուսաստանին, բայց եթե դատենք համաձայնագրից, Ռուսաստանը իր ամենայն դեպս ներդրումային պայմանավորվածությունները չի կատարել, եւ դա բավարար հիմք է պայմանագիրը վերանայելու։ Այստեղ իհարկե կա նաև երկրորդ ճանապարհը։ Լավ, այդ երկաթուղին հին տեխնոլոգիաներով, հին համակարգով երկաթուղի, որը վերականգնելը գուցե տնտեսապես նվազ շահավետ լինի, նոր երկաթուղի կառուցելու փոխարեն, արդեն նոր տեխնոլոգիաներով, նոր տեխնոլոգիաների պահանջներին համապատասխան, որը թույլ կտա, ինչպես Ֆրանսիայում էին գործում, TGV-ներ արագընթաց գնացքներ այդ տեղով անցնել, որովհետև այն երկաթուղին, որը հիմա Հայաստանի Հանրապետությունում կա, կներեք, արագություն գործնականում չունի, այն արագությունը, որը տրիպին պետք է։ հատվածի մասին, եթե դա իրավական է, եթե մենք ինքներս չկարողանանք, ասենք, օրինակ ձեր բերած օրինակով իրենց կողմից ներդրումներ չկատարելով կամ որևիցե այլ պատճառով, վստահաբար իրավաբանները շատ պատճառներ կարողանալ գտնել։ Խզեն առնվազն ամենաուշը 3 տարի հետո մենք ուզենք թե չուզենք, մենք դա պետք է անդրադառնանք։ Ես այդ առումով 3 տարի ասում, թե չէ, բնականաբար ցանկության դեպքում այս տարում էլ կարելի է սկսել process-ը։ Բայց հետ գանք հեծերին, հա, թե չէ գնացիք երկաթուղի դե ոնց որ։ Հետ գանք հեծերին։ Հետ գանք հեծերին, ես ձեզ խնդրում եմ, բոլոր դեպքերում եկեք սահմանենք նաև, թե որն է հեծի ֆունկցիան։ Որտեղ շատերս կներեք նաև ես, մինչև վերջերս դե ֆակտո հեծերի ֆունկցիան չէի պատկերացնում։ Հետ գալով հեծերին նախ նշեմ, որ հեծն էլ ի սկզբանե ռուսական կապիտալ էր։ Դեռ սկզբում կար հեծի, եթե չեմ սխալվում, Գլադունչիկ, հետո կար Բիբին, հետո Բիբինը դարձավ Կարապետյան կարը։ Ըստ էության ոչինչ չփոխվեց։ Նույն ռուսական կապիտալը ու ցավոք սրտի նույն մոտեցումները կառավարման, ինչ է հեծը։ Հեծը միջնորդ կազմակերպություն է էլեկտրաէներգիա արտադրողից, ինքը գնում է էլեկտրաէներգիան ու Բաշխում սպառողներին։ Վաճառում է սպառողը։ Իր բուն գործառույթը դա է։ Այլ գործառույթ հեծը չունի։ Իսկ որպեսզի սպառողին հասնի, սպառողին մատուցվի որակյալ ծառայություն, մատուցվի հաստատուն 210-ից 240 վոլտ էլեկտրաէներգիա,
Բաշխի ցանցերը։ Դրա համար պետք է ներդրումներ կատարվեր։ Տեսեք, այս ընթացքում Հատկապես մենք արդեն մարզերում։ խոսում էինք ցանցերի մաշվածությունից, խոսում էինք տեխնիկական, ինչ ասեմ, անցյալ դարի տեխնիկական սպասարկում ունենալուց, խոսում էինք կոռուպցիայից, ինչից ասես Մեծ այս հաշվով շատ ընթացքում բան չի խոսվել է։ փոխվել։ Մեծ հաշվով շատ բան չի փոխվել։ Շրջանների մեծ մասում ցավոք սրտի մեր քաղաքացիները հասարակ կենցաղային տեխնիկա չեն կարողանում օգտագործել։ Ինչի համար, որովհետև իմ ասած ստաբիլ 210-ից 240 վոլտոսակ մարդու տունը չի մտնում։ Չի կարող ջրատաքացուցիչ հասարակ չեն կարողանում օգտագործել։ Դրանից որտեղ բաշխվածությունը չէ տարբերա։ Ասենք իհարկե 3 ֆազա գնում, եթե չեմ սխալվում, ասենք բաշխվածությունն այս տարածաշրջանի որ բաշխված է, ինչքանով ես գիտեմ, դե ավելի լավ տիրապետում ես ուղի, ամեն ֆազ տարբեր ծանրաբեռնվածությունից ելնելով, մեկինը կարող է, չգիտեմ, 170 մինչև ցածր լինի, որտեղ մյուսինը թեթև ծանրաբեռնված լինի, բարձրանա մինչև 260, որը որ տեխնիկայի մեղմ ասած հերին անիծում է։ Ճիշտ է։ Դրա համար պետք է ներդրումներ կատարել, ինչը ի սկզբանե հեծը խոստացավ 10 տարի առաջ դեռևս հեծը խոստացավ, ասեց ես աշխարհի ամենահարուստ հայն եմ, ես հայանպաստ գործունեությամբ եմ գալիս Հայաստան նպատակներով, գալիս եմ հեծը առնեմ, ծաղկացնեմ, եւ այլն ծաղկացնել։ Իրենց պարզաբանումներով վիթխարի ներդրումներ կատարել, բայց այսպես ասած Դե մենակ հաշվիչները փոխել։ Հեցել են մի գրպանից դրել են մյուս գրպան, հաշվիչներն են փոխել, հաշվիչներն էլ ինչքանով որ մեկ տեղյակ եք, իրանց սեփական արտադրության հաշվիչներն են։ Ընդ որում Այսինքն իրենք իրենց վճարել են, իրենք ստացել են գումարը։ Դե իմաստունի ծախսաներ էլի։ Ընդ որում այս խոսակցության սկզբից գնում էր խոսակցություն, որ Հայաստանում հաշվիչների արտադրություն պետքա հիմնվի ինչ որ արտադրության իմիտացիա ստեղծվեց, նախագահը գնաց այդ բացմանը արտադրության եւ այլն, բայց ես միջև հիմա սպասում եմ տեսնեմ այդ արտադրությունը որտեղ է ու այդ հիմնարկից ինչ որ հաշվիչ դուրս եկել է թե չէ։ Հա։ Մեծ հաշվով ներդրումներ իրենց խոստացած աստղաբաշխական ներդրումները մենք մեր մաշկի վրա չզգացինք հասարակ շարքային։ Այնպես ծառայությունների որակի բարելավում։ Ծառայությունների որակի բարելավում քաղաքացին չզգաց։ Ցենք նույն շրջաններում մեկ որ մեքենայով գնում ենք, մայրուղու աջ ու ձախ կողմերում մենք տեսնում ենք հենասյուները, փայտ է, թեքված եւ այլն, Այդ խոսամ բաշխիչ կայանների մասին, որոնտեղ լրիվ լացի թողի վիճակա գրեթե բոլոր հատվածներում։ Հիմա էլ արևայիններով գեր ծանրաբեռնված է, չէ՞ այդ նույն բաշխիչները։ Հիմա էլ արևայիններով գեր ծանրաբեռնված է, իդեպ մի քանի ժամ առաջ գալուց մեքենայի մեջ հարցազրույցների լսում Ում հարցազրույց։ Տնտեսական մրցակցության հանձնաժողովի նախագահի հարցազրույցը Պետրոս Ղազարյանի ու շատ հետաքրքիր բացահայտումներ արեց այդ մարդը, կոնկրետ ինձ համար շատ հետաքրքիր բացահայտումներ էր։ Մենք խոսեցինք արևային կայաններից, հեծը նույն էլեկտրոէներգիան գնում է նաև արևային կայաններից, փաստորեն այդ գնումների ընթացքում կատարել են թեր հաշվարկներ։ Իրենց հաշվիչներով էլ հաշվում են նորմալ։ Ի վնաս Արևայինների։ Ի վնաս հոսանք արտադրողի։ Իսկ մյուս կողմում կատարել են ավել հաշվարկներ իշահ իրենց, ասենք, սեփական Այդ կոռուպցիայի կտորն է։ Հեծին պատկանող օրինակ ինչ-որ աներում շենքերում այդտեղ հավելագրումներ են կատարել, մի խոսքով մեքենայություններ եւ այլն եւ այդպես շարունակ ու այդ ամեն ինչը լսելով մտածում եմ էլի, ասում եմ
Այս Ինչքան կարող էր այսպես տևել։ Ինչքան կարող էր այսպես տևել նախ դա մեկ, հետո էլ այդ մարդիկ եթե այս ձև են կառավարել հեծը, այս մարդիկ հիմա Այս ձևով ուզում են պետություն։ այս ձևով ուզում են պետություն կառավարել։ Իրան գալիս են, ինչ որ հարցազրույցներ են տալիս, ասում են, վայ տնտեսական ինչ որ բացատրություններ, մեկնաբանություններ են անում։ Իդեպ շատ խելացի հայացքով։ Բայց իրենք ուզում են փրկել մեզ բոլորիս, Իրենք եկել ուզում են- հաշվի առել։ Իրենք ուզում են, հա, Ասում են իրենց քիչ ասել, մնաց, մենք եկել ենք փրկելու ենք մեր ձևով։ մենք եկել հեծը փրկեիք մի հատ։ Մենք ուզում ենք մեր ձևով փրկվել։ Մենք մեր ձև են հետ փրկել ենք արդեն։ Եթե այնպես ոնց որ պետքա փրկեին հեծը ռուսներից, իրանք եկել են ռուսներից հեծը փրկելու։ Բայց պաստորեն բարձրով ավելի վատավիճակը, քան ասենք նույն գլադունչիկի ժամանակ կամ բիբինի։ Եթե չեմ սխալվում, Մարիա Զախարովան էր, չէ՞, հայտարարել այդ ռուսական կապիտալի ներկայությունը այդ։ Հա, այսօր Մարիա Զախարովային հայ լրագրողը հարց է տալիս, հարց է տալիս Սամվել Կարապետյանի, չէ, հարց է տալի հեծին լիցենզիայից հետ վերցնելու խնդրից, Մարիա Զախարովան մեկնաբանում է հետևյալ կերպ, որ մենք շատ ուշադիր հետևում ենք Սամվել Կարապետյանի շուրջ կատարվող գործընթացներին, դրա հետ զուգահեռ շատ ուշադիր հետևում ենք Հայաստանում ռուսական կապիտալի շուրջ կատարվող գործողություններին։ Բայց ես կներեք էլի Ըստ ձեզ ընդմիջելու համար, բայց ես ուղղակի չեմ հասկանում։ Հեծերի վերաբերյալ հայ լրագրողը այլ պետության Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչին ինչի հիմա վրա է հարց տալիս։ Հայկական հեծերի։ Հայկական հեծերը հայկական լիցենզիայի զրկելու փաստի առնչությամբ։ Ինչ կապ ունի։ Դուք մտածում եք, որ լրագրողը իր նախաձեռնությամբ այդ հարցը տալիս։ Ես ուզում եմ հասկանալ մինչև ինչքան պիտի լրատվական դաշտում այդ իր նախաձեռնությամբ հարցը բարձրանա։ Մինչև Հայաստանի Հանրապետությունում նման կերպարային ծառայողները վերանան։ Որովհետև քանի մենք մեր ներսում ունենք այդ ворչ ունեն դրած, բնականաբար դրսից օգնություն պիտի գա։ Դրսից օգնություն ինչ տեսքով է գալիս։ Մեկը կապիտալի, որպես ֆիզանց, մեկը կապիտալի, որպես թղթադրամ։ Ու այդ անորակ հարցերով անիմաստ, որը որ հնչում է զուտ պատասխան ստանալու համար։ Իսկ այդ հարցը չհնչել, Զախարովան ինչի հիմա պետք է ելույթ ունենալ, էլի։ Կարծում եմ Զախարովան միջոցը կգտներ իր տեսակետը բարձրաձայնելու։ Ասենք Հայաստանում Սամվել Կարապետյանի շուրջ կատարվողների մասին Զախարովան ինչի է խոսում, էլի։ Չէ, էլի։ Գոնե չխանգարեն ու գործ ուղղել են, գոնե չխանգարեն, էլի։ Դրանով այսօր Զախարովան Հայաստանում արդեն բոլորի համար պարզ է։ Նույնիսկ գուբերնիստին ընտրողի համար պարզ Զախարովան ով է, ու այդ իրաց աջակցություն դնել է, կարող ես խորհուրդս լսեն մի վատություն արեցնեմ, բայց կասեմ, նույնիսկ այդ իր խոսալ այդ իր աջակցություն դնելը ավելի շատ վնաս է տալիս, որտեղ ավելի բացահայտ երևում է, չէ՞, մեծ օգուտ է տալիս, շնորհակալություն դրա համար։ Խորին շնորհակալություն, ես միշտ ասել եմ, որ եթե Հայաստանում իսկապես առկա են հակառուսական տրամադրություններ, հակառուսական տրամադրությունները Հայաստանում հրահրում է Ռուսաստանի իշխանությունը, ու դա միանշանակ է իր վարած քաղաքականությամբ, տարածաշրջանում ու կոնկրետ Հայաստանում։ Սա փաստ է կարծում եմ։ Պարոն Ավելյան, այնուհետև եկեք մի այլ խնդրի անդրադառնանք, լավ, հեծերը լիցենզիայից զրկվեցին, բա հետո ինչ է հիմա լինելու։ Հետո կարծում եմ օրենքով սահմանված կարգով պետք է սկսեն սեփականատիրոջ հետ պետությունը սկսի բանակցություններ վարել հեծի գնման շուրջ։ Որտեվ վերջո պետությունը այս խնդրում նպատակ չի դրել ինչ որ մեկին սեփականազրկել, ունեցվածքը խլել, այո։ Բանակցություններ պետք է գնա ու
հեցի գնման շուրջ պետությունը հեցը գնի նշված սեփականատիրով։ Ես հենց նոր հիշեցի, թե Սամվել Կարապետյանը ոնց էր ասում, որ հեծը իրեն 1000 տարի պետք չի։ Հեցը բնականաբար Սամվել Կարապետյանին 1000 տարի պետք չի, որովհետև ըստ մամուլում տարածված լուրերի հեցի բաժնե տոմսերի 100%-ը գրավադրված է արտասահմանյան բանկում։ Ստեղ մեծ հաշվով կորցնելու բան Սամվել Կարապետյանը չունի։ Եվ երբեք էլ չի ունեցել։ Դե, հա։ Պետք է հասկանալ, եթե գրավադրված այդ բանակցությունները ոնց որ երկկողմ չեն դառնա, արդեն երրակողմ են դառնալու։ Երրակողմ են դառնալու։ Բազմակողմ։ Դա արդեն իրավական գործընթաց է, որի մեջ ես այդքան մասնագիտացված չեմ որ պատմեմ։ Բանակցությունների արդյունքում բարձ կլինի։ Փող ենք տալու որ առնենք, թե մի բանը իրանք պետք է տան։ Փող եք տալու որ առնենք, թե մի բան էլ իրանք պետք է տան։ Ես փայլում կետի վրա եկեք ես այնով ձեզ վերադարձնեմ իրական հարցն է լավ, բայց այդ ընթացքում այցը շարունակելու է իր գործունեությունը, բնակչության սպասարկումը նույն հիմունքներով։ Ես կարծում եմ, այո, շարունակելու է միանշանակ։ Այսինքն մենք խնդիր չենք ունենալու հեցի լիցենզիայի ձրկելու եւ այդ գործընթացները իրավական հարթություն, ֆինանսական հարթություն, քաղաքական հարթություն տեղափոխելու առումով։ Ցավոք սրտի, որտեղ սա բոլորիս համար կենսական հարց է, հատկապես եթե հաշվի առնենք հիմա որ փուլում ենք գտնվում, վաղը ձմեռ է։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հեցը հայտարարել է, որ իր սերվերներից իսպար ջնջվել է 2018-ից մինչև 2024 թվականի բոլոր տվյալները վճարումներ կատարած քաղաքացիների բոլոր տվյալները անվերադարձ ջնջվել է իր սերվերներից։ Այդպեսի բան տեխնիկապես հնարավոր է։ Տեխնիկապես կարծում եմ հնարավոր է։ Ուղղակի մի վտար ավել սերվերն էլ է իրանց ձեռքը, սերվերը օգտագործողն էլ է իրանց ձեռքը, իրանք կարան ջնջեն այդ տվյալները։ Դա կարծում եմ քաղաքացիների համար շատ մեծ խնդիր կարող է ստեղծել, որտեղ լիքը տեղեկանքներ օրինակ կա, որ քաղաքացին գնում դիմա հեց, ասում է ինձ տուր վերջի օրինակ մի տարվա, երկու տարվա վճարումից բացի ծախսի մասին ինֆորմացիա։ Ծախսի մասին ինֆորմացիա տվեք, որ ես տանեմ մեկ այլ գերատեսչությունում ներկայացնեմ, հիմա հեցը չի կարողանալու այդ տեղեկությունները տա, որովհետև ջնջվել է։ Մինչդեռ այդ տեղեկությունը տալ իր պարտավորությունների շարքում է, թե չեմ սխալվում։ Իհարկե, իր պարտավորությունների շարքում ան գնում։ Ես որքան հիշում եմ Ռոմանոս Պետրոսյանի հարցազրույցներ, որտեղ ինքը նաև բացահայտումներ էր անում, թե քանի քաղաքացիների դիմումներ կան հոսանքը միացնելու, որ հեցը նույնիսկ ամիսներով, նույնիսկ տարով ուշացումներ ես իքս եմ ասել այդ առանց բացատրությունների Դանթեի դժոխքի միջով ես իքս եմ ասել իմ ընկերոջ հետ միասին, որը տևեց մոտավորապես 6 ամիս։ Հիմա մենք այդ ձգձգումների դուռը կփակենք, հիմա նորմալ սպասարկում քաղաքացին կարող է ակնկալել այս բոլոր։ Լիահույս եմ։ Անցումային փուլում նկատի ունեք։ Անցումային փուլում մինչև կարգավիճակի վերջնական ճշգրտումը։ Տեսեք, մտածել որ ոչ մի լծակ իրանց ձեռքում չկա ու լրիվ կատարյալ կլինի։ Հա, հուսանք։ Բայց ասել որ ընդհանրապես ռիսկ չկա, չգիտեմ, ինչքանով կարողանանք արդյոք ամբողջովին ապահովել կարծում եք։ Ես հույս ունեմ կկարողանանք։ Որովհետև հեցի սեփականատերը կարծում եմ լուրջ խնդիրներ չի կարա ստեղծի։ Եթե գիտակցաբար մոտենա արդեն առաջին իր համար ստեղծելու տեստը փորձի ստեղծել։ Դե դա միանշանակ։ Հետո այնտեղ խոսվում էր ինչ-որ աստղաբաշխական թվի հասնող աշխատավարձերի մասին,
պարգևավճարների մասին տասնյակ միլիոնավոր հասնող դա կարծում եմ այդքան էլ ճիշտ կառավարման մեթոդ չի նույն հեցի պարագայում Ավանդական ռուսական կառավարման ավանդական մեթոդ։ ռուսական կառավարման մեթոդը Ինչպես միշտ հայ ձեռքով, հա։ այո որը մարդիկ փորձում են գալ առաջարկել ասեք մենք ոնց հեցն ենք կառավարել այտենց է գալիս ենք երկիրը կառավարելու տեսեք հեც ինչ լավ են կառավարել այդեպ հեցի սեփականատերերի խոսույթի մեջ կա մի այսպիսի խոսույթ մենք էլեկտրաէներգիայի գինը չենք բարձրացրել 10 տարվա մեջ Ավելին Ես- առաջարկում էին նույնիսկ նվազեցնել։ հա առաջարկում են նվազեցնել մոտավորապես մի Ամսական 50 դրամ։ 50 դրամի Այո։ չափով հա ընտանիքի Բայց փոխարենը որակ դες Դեպքում- հացրացել ամսը ամիս տարեց տարի։ դե որակի մասին չխոսանք մենք բոլորս ենք ականատես ստեղ մի հատ նրբություն կա որը մարդիկ շատ նուրբ օգտագործում են հեցը չի կարող հոսանքի գին բարձրացնել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ֆունկցիան է դա։ հանրային ծառայությունները Այո, կարգավորող հանձնաժողովն է հոսանքի գինը կամ բարձրացնում կամ ցածրացնում հեցը չի կարող Լավագույն դեպքում կարող է առաջարկ անել, բայց պետք է հիմնավորվի։ իհարկե դա պարզ մանիպուլյացիա է որով փորձում են իրենց կողմը Ես կարծում եմ, որ կարճ բառով դա կոչվում է պոպուլիզմ եւ հատկապես 2026-ից առաջ էժան պոպուլիզմ Այո, այդ պոպուլիզմը ձեռք է բերում նաև այլ որակներ, որը ես չեմ վարանի ասել ցինիզմ։ Փորձենք այնուամենայնիվ այսօրվա մեր հեծային ղազախական եւ այլ քննարկումը ավարտենք բոլորիս համար կենսական, բոլորիս համար գերկարևոր Հայաստանի Հանրապետության ամբողջ բնակչության համար գերկարևոր խնդրով լավ այս տնտեսությամբ տնտեսական անվտանգությանս վիճակով մենք ոնց ենք գնալու 2026-ի ընտրություններ եկեք հաշվի առնենք այն հանգամանքը որ միջին վիճակագրական ընտրողը ոնց ուզում եք վերցրեք ազգային ազատագրական հայրենասիրական եւ այլն կենացներ ասելուց հետո մտքով սրտով հոգով եւ այլն կենացները ավարտելով այնուամենայնիվ քվեարկում է գրպանով Եվ դա չի Կենացը խմելու նշանակում խմիչքի փողը պիտի վճարի, չէ։ Եվ դա չի նշանակում որ քվեարկում է այն իր օթից փող համակարգով գրպանում հայտնված գումարով այլ քվեարկում է նաև հանուն նրա թե վաղը իր գրպանը ինչ գումար է մտնելու այսինքն վաղ թե ուշ հանգում ենք աշխատատեղի խնդրին աշխատատեղի կենսամակարդակի բարձրացման, որը պետք է ապահովի երկրի բարեկեցության մակարդակի բարձրացում։ Տեսեք, մենք անդադ խոսում ենք օգոստոսի 8, այդ օգոստոսի 8-ը ինչ հնարավորություններ է բերում Հայաստանի Հանրապետությանը։ Մենք առաջինը ֆիքսել ենք ազգային անվտանգության խնդիրը եւ պատերազմը համընդհանուր մասշտաբով դառնում է տարածաշրջանի պետությունների համար ոչ ձեռնտու։ Պարզապես ձեռնտու չի պատերազմել, այդ պատերազմը գցելու ես քո ոտքին։ Պատժամիջոցներ եւ այլն։ Ձեռնտու չի պատերազմել հասկացանք, անվտանգության ապահովում հասկացանք, բայց չէ որ այստեղ կա նաեւ վիթխարի տնտեսական ներուժ եւ համենայն դեպս վերջին օրերին հնչող հայտարարությունները թե Apple-ի, թե Nvidia-ի, այսօր էլի մի հայտարարություն եղավ, որ նրանք բոլորը պատրաստվում են գալ Հայաստան պատրաստվում են Amazon-ը, պատրաստվում են գալ Հայաստան եւ պատրաստվում են Հայաստանում արտադրություն սկսել։ Այսինքն մեր բոլորի առաջ իբրև Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ վիթխարի հեռանկարներ են բացվում։ Մենք այդ հեռանկարները կարողանալու ենք ճշգրիտ օգտագործել եւ իսեր Աստծո անverջ չհետաձգել, չհապաղել այդ ճանապարհին։ Ինչպես անverջ հապաղում ենք օրինակ հայկական երկրորդ տարեկի ում ենք հանձնելու հայկական երկրորդ այեկը կառուցելու վերջին հաշվով էներգետիկ անվտանգություն ապահովելու խնդրին։ Ես ուզում եմ, որ վերջին հարցով երկուսդ էլ անդրադառնաք այդ ժամանակ կորցնելու ու ժամանակի գինը հասկանալու անհրաժեշտությանը։
Դրա մասին շատ ենք խոսել ժամանակ կորցնելու մասին, հա։ Արդեն բասմա չես Շատ ժամանակ են կորցնել ժամանակ կորցնելու մասին մասին։ խոսելու վրա։ Շատ լավ ճիշտ նշեցիք, հենց նույն հետերից ենք խոսում երկրորդ այգի մասով, մասնավորապես, որ ինքը ոչ միայն տնտեսական, այլ նաև անվտանգային շատ մեծ դեր ունի ու էլի, ասես, մոդայիկ բառը օգտագործում է սառեցվել է ոնց այդ process-ը։ Չէ, մենք մտածում ենք։ Չես հասկանում ինչի Մենք համար։ մտածում ենք։ Ինչ վերաբերում է հենց նույն Nvidia-ի, այդ կանխատեսվող տնտեսական թռիչքի ինչի մասին մի շատ անգամներ պարոն Սարգսյանն է նշել, որ Հայաստանում այդ կանխատեսվող տնտեսական թռիչքը ամենամեծ բեռը հենց Nvidia-ի վրա է, ու Nvidia-ի մուտքով մենք կունենանք, բայց այստեղ դուք նշեցիք քաղաքացիների մասով, այստեղ ավելի շատ նախնական սկզբի անելիքը պետությանն է, դա նոր քաղաքացուն է, որտեղ այդ պայմանները ստեղծելը պետության բեռն է, հետ այդ պայմաններից օգտվելն է քաղաքացու անելիքը։ Իսկ պետության բեռ ասածը ինչն է, էլի գալիս ենք նախաձեռնողականության, այսինքն նստես սպասում ենք, թե երբ կառաջարկեն, Ինչ առաջարկներով կգա։ Ինչ առաջարկներով կգան, առաջարկներով գալիս են, բայց սա տեմպ չի, էլի, չի կարելի անդադ սպասել, թե ինչ առաջարկներով կգան։ Մասնավորապես էլի գանք ԱԵԿ-ին, հա, մի քանի ուղղությունից առաջարկ ունենք, ինչի ոչ մի կետևից չենք գնում։ Բոլորի հետևից ենք գնում։ Ուր ենք Ես այդ տպավորությունը։ Ես տպավորություն ունեմ, որ դա մասին մոռացել ենք այս փուլում գոնե, ինչ որ շեղվել ենք, մենակ հեցի մասին ենք մտածում։ Պարոն Ավելյան, հեծը կդառնա առաջին ծիծեռնակը մոնոպոլիաներից Հայաստանի Հանրապետությունը ձերբազատելու ճանապարհին։ Ես վստահ եմ, որ կդառնա, նախ հեծը բնական Մոնոպոլիա։ մոնոպոլիա է։ Բայց ես վստահ եմ, որ հեծը կվերադառնա, ավելի ճիշտ կվերսկսին, ավելի ճիշտ կառավարման ուղով գնալ, որպեսզի հեծը աշխատի, ծառայի իր բուն նպատակների, իշա Հայաստանի Հանրապետության քաղաքացու, ոբշի մատուցվի էլ ավելի լավ ծառայություններ, Երկու Եվ դրանով հեծի թեման համարենք փակված, հեծ ինչ հարադառնանք, մենք իմանանք ունենք նորմալ աշխատող հեծ, ունենք նորմալ մատուցվող ծառայություն ու չմտածենք, որ մեր տան տեխնիկան կարող է 10 րոպե հետո վառվի։ Եվ ոչ ոք դրա համար մեզ չի վճարի։ Եվ ոչ ոք դրա համար չի վճարի, դա ամենապարզ բանն եմ ասում, ինչ առաջարկումների մասին էլ չխոսամ, արդեն խոսեցինք։ Իսկ ինչ վերաբերվում է ընտրություն կատարելու միջին վիճակագրական հայը, դուք նոր ասացիք ընտրություն է կատարում գրպանով, հա։ Ճիշտ է, ընտրություն է կատարում գրպանով, նայելով իր վաղվա օրը ինքը Եվ դա ճիշտ է, դա որևէ խոտելի բան չկա։ Միանշանակ, դա ճիշտ է։ Բայց նույն միջին վիճակագրական հայը նաև ընտրություն է կատարում ավելի հեռու նայելով 3 տարի, 5 տարի, 10 տարի հետո Հայաստանը որտեղ է գտնվելու։ Ոչ թե այսօրվա գրպանով, այլ վաղվա գրպանով պիտի Վաղվա գրպանով, այո, նայում է լայն գրպանով, այո։ Ու ես լիահույս եմ, որ մենք 2026-ին ազգային ժողովում չենք տեսնի այն պատկերը, ինչ այսօր տեսնում ենք։ Մեր քաղաքացին կկատարի էլ ավելի գիտակցված ընտրություն։ Իսկ Հանրապետություն կուսակցությունը դրա համար ամեն ինչ կանի։ Հանրապետություն կուսակցությունը միշտ իր խոսում խոսել է խնդրի մասին,
բայց նաև առաջարկել է լուծում։ Տնտեսական Ցավոք խնդիրների մասին խոսելիս ամենայն դեպս Այո։ հանրապետությունը տվել է լուծումը մեխանիզմներով ու բազում առաջարկներ է ներկայացրել, թե արհեստական բանականության Ցավոք սրտի ոչ միշտ են մեզի լսել, կամ մի քիչ ուշ են լսել։ Եվ ոչինչ դա մի քիչ չլսեն, մի բանը մնա մենք անենք։ Այո։ շատ լավ, փորձենք ամփոփել։ Սիրելի ունկնդիրներ, այսօր մենք խոսեցինք ամեն ինչից եւ փորձեցինք ամենայն դեպս խոսել հնարավորինս կոնկրետ։ Այո, Արքիմեդին հենման կետ էր պետք երկրագունդը շուրջ տալու համար, բայց մեզ երկրագունդը իսկապես շրջել պետք չի, որովհետև մեր երկրագունդը առանց էլ իր առանցքից մի քիչ շեղ է պտտվում։ Ես կարծում եմ, որ այս քննարկումները մենք դեռ շարունակելու ենք, որովհետև այս քննարկումները ոնց ուզում եք վերցրեք, վերաբերում են բոլորիս ու կենսական են բոլորիս համար։ Այսօր թերևս այսքանը։ Լայքեք, բաժանորդագրվեք եւ իհարկե եղեք մեր կողքին, մեր հենման կետում, որը ձեր հենման կետն է։ Բարի աշուն բոլորիս։